նախագահ Արցախի թեմակալ առաջնորդի վերաբերմունքը ձեզ համար սպասել է, թե դա էլ էր հարված թիկունքից նաև ձեզ։ Չեմ ուզում մենք շտապենք տարբեր մեկնաբանություններ անենք այդ process-ի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության եւ եկեղեցու միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով դա չպետք է հայնարանացվել եւ դա պետք է իրականացվել փակ դռների հետևում, պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու եւ չեմ ուզում մեկնաբանություններ տամ, մենք կսպասենք մինչեւ եւ եկեղեցու մեջ ներսում ինչ զարգացումներ կլինի, ինչ որոշումներ կլինեն եւ ըստ այդմ մեր դիրքորոշումը կհայտնվի։ Պարոն Շահրամանյան, թեև զրուցել եք այդ տեղի ունեցածից հետո կամ առաջ։ Այո, հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ, այո։ Ինչ եք զրուցել, ինչ եք մեկնաբանել։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի վեհապարի հետ եւ ստացել եմ բացասական պատասխան եւ ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ։ Այսինքն վեհապարը տեղեկացված չի եղել հանդիպման մասին եւ համաձայնություն չի տվել։ Իմ տեղեկությունները ոչ։ Իսկ ինչու է որոշել գնալ այդ դեպքում, եթե ես չեմ կարա Ինչ է ձեզ ասել։ Մեկնաբանել, ինձ թվում է դա իրեն։ Ամեն դեպքում, պարոն Շահրամանյան, ստացվում է, որ վեհապար Հայրապետը, որը Արցախի թեմա ամեն գնով պահեց, սխալվեց, հա, որովհետև իշխանությունները բազմիցս պնդել են տարբեր ներկայացուցիչներ, որ Արցախ գոյություն չունի, այսինքն սխալվել է, որ Սրբազանը շարունակել է թեմակալ առաջնորդ մնալ։ Ես կսպասեմ միջև համապատասխան որոշումը։ Նաև գործընկերոջը սաղ շարունակելով տեսակետ կա նաև, որ հակաեկեղեցական այդ արշավը սկսեց այն բանից հետո, երբ որ վեհապարը Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ արցախցիների վերադարձի հարցը բարձրացրեց։ Այդ դեպքում Արցախի թեմի առաջնորդի այս քայլը ինչպես է որակում։ Ես նույն հարցին ստիպված եմ մի քանի անգամ անդրադառնալ։ Վեհապարի դիրքորոշումը Արցախի հետ կապված, Արցախի հետ տեղի ունեցածի հետ կապված, արցախահայության իրավունքների հետ կապված բոլորիս հայտնի է եւ մենք կիսում ենք այդ դիրքորոշումը։ Ես հնարություն եմ ունեցել հանդիպել վեհապարի հետ մի քանի անգամ եւ շնորհակալություն եմ հայտնել իրեն այդ դիրքորոշման համար։